Քարվաճարը ամենառազմավարական տարածքներից մեկն է մեզ համար։ Դա ջրային դոնորն է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության։ Քարվաճարում սկիզբ են առնում արփա եւ որոտան գետերը, որոնք սունում են Սևանա լիճը։ Իսկ Սևանա լիճը մեր Հայաստանի Հանրապետության մայր Հայաստանի ջրային պաշարների 80%-ը։ Գիտեք, մենք պետք է ամեն ինչ անենք, ամեն ինչ, որպեսզի գոնե մի քանի կիլոմետր սահմանը այնպես անցնի, նոր սահմանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև, ինչքան էլ դա ցավալի եւ ծանր չլինի, բայց գոնե ակունքները, որպեսզի մնան Հայաստանի վերահսկողության տակ։ Երբ որ նրանք խոսում են, որ հայերը մեծամորի ատոմակայանի թափոնները թաղում են Քարվաճարում, ինչը իհարկե սուտ է, բայց դա ինչ է նշանակում, որ վաղը նրանք կգցեն ռադիոակտիվ նյութեր, արփա եւ որոտանի ակունքները, կթունավորեն Սևանը, իսկ Սևանը եթե թունավորվի, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, Երևան մայրաքաղաքը, հասկանում եք, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կթունավորվի եւ կասեն, դա մենք չենք արել, դա դուք եք 30 տարի թաղել այնտեղ թափոններ, հիմա եկել է ինչ որ մի մեծ ուժգին անձրև, սելավ եւ այդ թափոնները պատահականորեն ընկել են այդ ջրային շնչերակների մեջ։ Եվ դրանից հետո ինչ ուզում եք արեք, ում ուզում ենք բողոքենք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը իներտ է, пассив է։ Միջազգային կառույցները, այն կառույցները, որոնք պետք է զբաղվեն մարդու իրավունքներով, որոնք պետք է թույլ չտան ցեղասպան քաղաքականությունը եւ այլը, նույնպես կատվածահար եղած վիճակում են։ Ուժ չունեն։ Իսկ սա ամենակենսական հարցն է, ամենակենսական հարցերից մեկն է, որովհետև ստեղ պետք չէ հարձակվել, պատերազմել, կարելի է փոքր քանակությամբ թունավորել, մարդիկ նույնիսկ չհասկանան, ոնց անում էին դրանք Ստեփանակերտում Հեյդար Ալիևի կառավարման ժամանակ 1969-ից մինչև 1982 թիվը։ Այսինքն կամաց թունավորում են, մարդիկ չեն էլ հասկանում, ջուր են խմում, լողանում են, կենցաղում են, օգտագործում այդ ջրերը եւ արդյունքում հիվանդություններ են ստանում։ Սա մենք պետք է շատ լավ հասկանանք, շատ լավ։